Բարի առավոտ հարգելի հեռուստադիտող, այսօր նոյեմբերի 8-ն է, շաբաթ առավոտ, իսկ դա նշանակում է, որ Նուր հեռուստաընկերությամբ սկսվում է բարի առավոտը։ Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ, էկրանների առաջ են, մենք ձեզ խոստանում ենք շատ հետաքրքիր եւ մշակութային հարցազրույցներ։ Մինչ կանցնեմ մեր հյուրին, նախ ներկայացնեմ, որ նոյեմբերի 8-ը պատմության, մասնավորապես բժշկության ոլորտում նշանավորվեց շատ կարևոր հայտնագործությամբ։ 1895 թվականի հենց այս օրը Վիլհելմ Ռենտգենը բացահայտեց ռենտգենյան ճառագայթները։ Մի քանի օր անց էլ պատմության մեջ առաջին ռենտգենյան լուսանկարն ի հայտ եկավ, դա իր կնոջ Բերտայի ձեռքն էր, որտեղ հստակ երևում էին կնոջ մատները եւ իր ամուսնական մատանին, եւ այդ օրվանից սկսած բժշկության մեջ սա դարձավ կարևոր հայտնագործություն, մի առանձին ճյուղ, եւ այսօր շատ գործեր, շատ վիրահատություններ հենց այս բացահայտման միջոցով ավելի հեշտ են ընթանում։ Ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրին, այսօր դարձյալ մշակութային թեմաների շուրջ ենք խոսելու, այսպիսով իմ հյուրն է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Նաղդալյան։ Եվ ուրախ եմ, որ մեզ հետ եք, բարով եք եկել մեր տաղավար, մինչև կանցնենք մեր թեմաներին, նախ պատմեք ոնց եք եկել մեր տաղավար ու ոնց է սկսվել ձեր այսօրվա եթերային առավոտը։ Բարի առավոտ, ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հրավիրելու համար, շատ լավ տրամադրությամբ եմ եկել, շատ արևոտ լավ օր է։ Նոյեմբերը զարմացնում է, պարոն Նաղդալյան, այսպես տաք նոյեմբեր է, կարծես թե ձմռան շունչը չի էլ զգացվում, որ մի քանի օր մշակութային նոյեմբեր է։ Այո, նաև մշակութային, եւ կարծես այդ մշակութային իրադարձություններն էլ տաքացնում են ինչ որ չափով, այս առանց այդ էլ տաք եղանակը։ Պարոն Նաղդալյան, միասին խոսելու ենք Արտաշատի հանրապետական թատերական փառատոնից, որը նոյեմբերի 1-ին մեկնարկեց Արտաշատում։ Նախ գիտեմ, որ 3-րդ տարին է արդեն, որ անընդմեջ տեղի է ունենում Արտաշատում, պատմեք ինչպես առաջացավ գաղափարը թատերական կյանքում նման բուռն իրադարձություն սկսելու։ Շնորհակալ եմ հարցի համար, այո, փառատոնը 3 տարեկան է, Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը հիմնադրվել է մեր թատրոնի 90-ամյակին ընթരാճ, 3 տարի առաջ, եւ իսկապես կարևոր իրադարձություն է թե մեզ համար, թե մեր գործընկեր թատրոնների եւ թե նաեւ հանդիսատեսի համար։ Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ եւ երբ որ առաջարկեցի պարոն Ղազանչյանին, մեծ ուրախությամբ ընդունեց առաջարկը Արտաշատում փառատոն հիմնադրելու։ Իհարկե շատ մեծ ջանքեր ներդրեցինք եւ կարող ենք վստահաբար ասել, որ մեր փառատոնը կայացել է եւ ամեն տարի մեծ սիրով ենք սպասում նոյեմբեր ամսին, որ նորից մեկնարկենք մեր հանրապետական թատերական փառատոնը։ Ջանքերն արդարացված են ստացվում այն ինչի շուրջ աշխատել եք։ Այո, եւ պետք է նշեմ, որ փառատոնը նաեւ իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, Արարատի մարզպետի աշխատակազմի եւ Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ։ Եռանկյունաձև, կլոր օղակի պես ստացվել է համագործակցությունը։ Եվ սա շատ կարեւոր է։ Այո, նոյեմբերի 1-ին մեկնարկեց եւ համազգային թատրոնի դերասաններն Արտաշատում բացումն արեցին իրենց ներկայացմամբ։ Պատմեք ինչպես սկսվեց այս տարվա մեկնարկն, ինչպիսին էր ու ինչպիսի արձագանք ստացաք։ Ավելի տարբերվող էր այս տարի, փոքրիկ նաեւ բեմականացում կար եւ կարծես ավանդույթ է դարձել, որ փառատոնի մեկնարկը տալիս է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, 3-րդ տարին եւ որոշել ենք շարունակել այսպես։ Պետք է նաեւ նշեմ, որ այո, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը մեր թատերաշխարհի լավագույն թատրոններից է եւ պատմություն ունեցող։ Այո, եւ պետք է նշեմ, որ մեկնարկը իսկապես շատ բուռն եւ լեցուն դահլիճով էր, ներկայացրեցին Պարուս Սևագի Մարթա ափի մեջ ստեղծագործությունը, պետք է ասեմ շատ լավ ներկայացրեցին, իսկապես տպավորիչ էր եւ կուզենամ նշել, որ Նարինե Գրիգորյանի ձեռագիրը գեղագիտությունը իսկապես հրաշալի է եւ ամեն անգամ մեզ զարմացնում է Նարինեն իր ստեղծագործությունը։ Ես իհարկե համաձայն եմ ձեր խոսքերի հետ եւ հրաշալին այն է, որ այդ ձեռագիրը փոխանցվում է դեպի մարզեր եւ մարզի հանդիսատեսին էլ է հասանելի, այն ինչ որ Երևանում շատ բուռն է, շատ հաճախ։ 11 թատրոն է միավորված ընդհանուր փառատոնի շուրջ։ Պատմեք ինչպես է նրանց համագործակցությունը ստացվել եւ ինչպիսի ակտիվություն եք նկատում թատրոնների կողմից։ Պետք է ասեմ, որ ամեն տարի ակտիվությունը մեծանում է եւ փորձում ենք նոր թատրոններ եւ թատերախմբեր ներգրավել փառատոնին։ Այդ կարևոր եւ պատասխանատու գործը կատարել են թատրոնների ընտրության, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի տեղակալ Սոնա Մելոյանը եւ Արտաշատի թատրոնի տնօրենի գեղարվեստական խորհրդական Կարեն Խաչատրյանը եւ շատ հրաշալի գեղեցիկ ուրեմն ծրագիր են կազմել, այնպես որ
բոլոր տարիքային խմբերի համար լինեն ներկայացումներ եւ մնջախաղ եւ տեխնիկային ներկայացումներ եւ դրամաներ եւ կատակերգություններ եւ մեր հանդիսատես իսկապես դահլիճից գոհ է գնում, դա վկայում են նրանց երկար ծափողջունները եւ գոհունակություն իհարկե հայտնում են, շնորհակալություն են հայտնում, իսկապես տոն է, նոյեմբերի 1-ից 9-ը Արտաշատում թատերական տոն է։ Շատ ափսոս, որ ինին արդեն վաղը փակումը կլինի փառատոնի, որ ներկայացումներն են, որ նկատել եք ավելի են սիրվել կամ գուցե հանդիսատեսի կողմից ավելի մեծ արձագանք եք ստացել։ Մեր նախազրույցում պարզ դարձավ, որ երբեմն Սյունիքի մարզից էլ եք հանդիսատես ունենում, ովքեր գալիս իրենց թատրոնի, իրենց հայրենակիցների խաղն են դիտում, ինչպիսի աշխարհագրություն կա նաև այս փառատոնի շուրջ։ Հիմնականում Արարատի մարզի բնակիչներն են, բայց հյուրեր են ունեցել Երևանից շատ, Վանաձորից են հյուրեր եկել, ունեցել ենք Վայոց ձորի մարզից, ունեցել ենք, այո, ճիշտ նշեցիք, Քաջարանից զանգ են տվել եւ ցանկություն են հայտնել ամսի 7-ին եւ եկել դիտել են իրենց սիրելի թատրոնի Կապանի դրամատիկական թատրոնի ներկայացումը։ Եվ գիտեք, հենց կարևորությունը դա է, որ Երևանից դուրս այսպիսի փառատոններ լինեն եւ մեր նախարարությունը եւս կարևորում է սա եւ մշակութային ապակենտրոնացում է իրականում սա, որ փառատոները պետք է լինեն նաև մարզերում եւ ուրախությամբ ասեմ, այո, փառատոներ կան նաև Կապանում, փառատոն կա նաև Լորվա փառատոնը եւ ուրախալի է, որ նաև Արտաշատում կա եւ աշխարհագրությունը փառատոնների մեծացել է, մարզերի մեր բնակիչները արժանի են, որ իրենց քաղաքներում ունենան թատերական փառատոներ եւ իրենց սիրելի թատրոններ ավելի մոտ լինեն իրենց եւ ավելի մատչելի տոմսերով պետք է նշեմ նաև իրենց ավելի հարմար պետք է լինի թատրոն հաճախելը եւ ներկայացումներ դիտելը։ Որովհետեւ երբեմն ցանկությունը մեծ է, բայց հեռու կիլոմետրերը թույլ չեն տալիս Ակետից Բեկետ հասնել, բայց փաստորեն Քաջարանից էլ են գալիս եւ սա նաեւ հակառակն է ապացուցում, երբ հետաքրքրությունը շատ մեծ է։ Քանի որ խոսեցիք մշակութային կյանքից մարզերում, թե դրանք ինչպիսին են, Արտաշատի դրամատիկական թատրոնը եւս պատմություն ունեցող թատրոն է, 90 տարին լրացավ 3 տարի առաջ, արդեն 93-րդ տարելիցն է։ Ինչպիսի թատրոն է, կուզեմ նաեւ գործունեությանը անդրադառնանք թատրոնի, ինչպիսի խաղացանք ունի եւ ինչպիսին է ակտիվությունը։ Մեր թատրոնը պետական թատրոն է եւ խաղացանկում այս պահին ունեն 22 ներկայացումներ, շատ ակտիվ, ուրեմն գործունեություն ենք իրականացնում, յուրաքանչյուր տարի առնվազն 5 նոր ներկայացումներ հանձնում ենք մեր հանդիսատեսի դատին։ Մենք ինքներս ենք մասնակցում հյուրախաղերի եւ փառատոների։ Այս տարի 5 մարզերում արդեն իրականացրել ենք մեր թատրոնի հյուրախաղերը։ Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ մեզ համար միջազգային համագործակցությունը եւ մշակութային երկխոսությունը առաջնահերթություն է եւ արդեն 5-րդ տարին է մենք ամեն տարի նաև միջազգային փառատոների ենք մասնակցում։ Այո, եւ նաև հյուրախաղերով հանդես են գալի աշխարհի տարբեր երկրներով ներկայացնելով մեր մշակույթը։ Այս տարի եղել ենք Լիբանանում, մեր հայ երեխաների համար խաղացինք։ Քյուրքը շատ մեծ են, մանավանդ։ Շատ ուրախությամբ ընդունեցին բարեկենդանը ներկայացումը։ Եկող տարվա համար 2 առաջարկ ունենք արդեն հյուրախաղով հանդես գալու Արաբական Միացյալ Էմիրություններում ապրիլ ամսին եւ ամենայն հավանականությամբ այս պահին արդեն գործընթացը սկսել ենք մեր գործընկերների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ունենք հրավեր, մեր գործընկեր Լևոն Շանտ թատերախմբի հետ համագործակցություն ունենք Նյու Յորքում գործող։ Նաև միջազգային փառատոնից հրավեր ունենք Ռուսաստանի Դաշնություն։ Մի խոսքով մեզ համար դա, այո, դա շատ կարևոր է եւ դերասանը ստեղծագործող մարդը պետք է նաև ծանոթ լինի այլ երկրներում բեմադրությունների, սա իսկապես մշակութային երկխոսություն է, որը նպաստում է նրա մասնագիտական կատարելագործմանը։ Այո, այսպես պարոն Աղդալյան պատմում եք եւ հիանում եմ, որ մեր մարզերում եւս մշակութային կյանքը այսպիսին է, բուրն են ընդհանուր այնինչ տեղի է ունենում, որովհետեւ երբեմն թվում է, որ միայն Երևանում է կենտրոնացած եւ ցավոք տեղի բնակչությունն է կարողանում դիտել ներկայացումները կամ այստեղի դերասանները։ Մի փոքր պատմեք ընդհանուր մարզերում թատերական կյանքն ինչպիսին է եւ որքանով են կարեւոր նման փառատոնների ներգրավվածությունը, կայացումն առհասարակ, որպեսզի զարգանա թատերական կյանքը։ Իսկապես այսօր կարող եմ նշել, որ մեր մարզերում թատերական կյանքը բավականին աշխուժ է։ Գրեթե այն թատրոններում, այն քաղաքներում, որտեղ կան թատրոններ, շատ կարևոր է եւ հենց թատրոնները կարծես թե մշակութային պետական քաղաքականություն իրենց ուսերին են վերցրել եւ մեծ պատասխանատվությամբ եւ ուրախությամբ իրականացնում են այդ առաքելությունը
Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախ ձեր հեռուստաընկերությանը, նոր հեռուստաընկերությանը եւ լրատվական դաշտին մեր հայաստանյան, որովհետեւ կարեւոր է նաև մեր գործունեությունը լուսաբանելը։ Գիտեք, կարող է մեր ժողովուրդը տեղյակ չի, որ մարզերում թատրոնները ակտիվ են գործում են, այ հենց ձեր օգնությամբ է նաև, որ լուսաբանվում է եւ այո, սա չափազանց կարեւոր է այսօր այս միջոցառումները լուսաբանման եւ օգնում են նաեւ հետագայում հանդիսատես ներգրավելու եւ նաեւ տեղեկացնելու մեր շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Որովհետեւ երբեմն երբ ուզում ես ճամփորդել Հայաստանի ներսում, հետաքրքիր է որ պետք է իմանաս, որ կան թատրոններ, որոնք գործում են Արտաշատում, Վանաձորում եւ ելի մնացած քաղաքներում եւ դա իսկապես հետաքրքրում է թե զբոսաշրջիկներին, ովքեր որ տեղացի են, հայեր են, բայց փորձում են շրջել Հայաստանի տարբեր քաղաքներում, ոչ թե երկրից դուրս։ Շատ ճիշտ եք ասում, տեսեք, այսօր գործում է նաև դպրոցական բաժանորդային ծրագիրը եւ թատրոնները նաև տուրիստական նշանակություն ունեն։ Գալիս են խմբերով, դասարաններով, խորվիրապ են այցելում, մեր պատմական ուրեմն խորվիրապ վանական համալիր, այնուհետև իրենց բաժանորդային ծրագրով գալիս են ներկայացում են դիտում թատրոնում եւ այսպիսի օրինակներ շատ կարող ենք բերել նաև տարբեր այլ քաղաքներում։ Սա այո, ակտիվությունը բավականին նկատելի է, որովհետեւ տեղեկացված են բոլոր քաղաքներից եւ ամեն ինչ պետք է անենք, որ ամեն տարի ավելի լավ թատրոն ունենանք, ավելի ներկայանալի ներկայացումներ ունենանք, որը ամենակարևորն է։ Այո, դա նաև ոգևորում է, կարծում եմ կհամաձայնվեք հենց տվյալ թատրոնում աշխատող դերասաններին, ինչպիսին է թատրոնի դերասանական կազմը։ Մի փոքր նաև նրանց մասին խոսենք եւ արդյոք նրանք հենց տեղում աշխատող են, թե նաև մնացած այլ թատրոններում էլ են գործունեություն ծավալում։ Տեսեք, թատերական աշխարհը մի մեծ ընտանիք է եւ դերասանները տարբեր թատրոններում ստեղծագործում են։ Մեր դերասանների մեծ մասը Երևանից են, մի մասը Արտաշատից են եւ նաեւ սերնդափոխություն է տեղ ունենում մեր թատրոնում, երիտասարդ նոր կադրեր ենք ներգրավում։ Մենք բաց ենք համագործակցության համար եւ հարթակ ենք տրամադրում նաեւ երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր ավարտում են ինստիտուտը, ցանկություն են հայտնում բեմադրություններ անել։ Մենք նման հաջողված փորձեր ունենք։ Նախորդ տարի ուրեմն դիպլոմային աշխատանք բեմադրեց Արևիկը Հայրապետյան, ուրեմն Հազարամբմբուրը ներկայացումը եւ մեծ հաջողություն ունեցավ, այսօր ընդգրկվել է մեր խաղացանկում։ Հետաքրքիր է, որ եւ դերակատարները, եւ նկարիչը, եւ երաժշտական ձևավորողը ուսանողներ էին եւ այսպիսի հնարավորությունները շատ կարեւոր են տալ երիտասարդներին, նորավարտ շրջանավարտներին կայանալու, նաև նորություն բերելու թատրոններ, նոր խոսք բերելու, նոր ձեռագիր բերելու։ Այն առումով, որ մեր դերասանները ազատ են ստեղծագործելու տարբեր հարթակներում, ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այդպես է, եւ ֆիլմերում են նկարահանվում, եւ թատերական, այո, ներկայացումներ են մասնակցում այնպես որ նրանց առօրյան եւս շատ խիտ, այո, շատ խիտ է եւ ստեղծագործող մարդու համար պետք է այդպես լինի, դա նորմալ է։ Այո, դա իրենց համար էլ հաց ու ջուրի պես պետք է այդ ակտիվությունը։ Քանի որ նշեցիք, որ դուք եւս հյուրախաղերով հանդես եք գալիս Հայաստանի տարբեր մարզերում, արդյոք խոսքը նույնատիպ փառատոնների մասին է եւ դուք ինչպիսի փորձով եք հետո ետ վերադառնում Արտաշատ։ Մենք այս տարի մասնակցել ենք, ուրախությամբ ասեմ, որ վերածնունդ փառատոններ Արմավիրի մարզում գնացինք մասնակցեցինք առաջին տարիներ եւ շատ լավ ընդունվեց մեր ներկայացումը փառատոնի շրջանակում հյուրախաղով եղել ենք Վանաձորում այս տարի Վայոց ձորի մարզում եւ մեր նախարարության առաջարկով նաեւ քանի որ Վայոց ձորի մարզում չկան թատրոններ մենք այդ պատասխանատվությունը մեզ վրա ենք վերցրել 2000-ից ավել հանդիսատեսի համար այս տարի մենք արդեն հասցրել ենք ներկայացումներ խաղալ եւ Վայքում եւ Եղեգնաձորում եւ իրենք են եկել Արտաշատում ներկայացումներ դիտելու եւ մենք համագործակցել ենք մարզպետի աշխատակազմի հետ Վայոց ձորի հետագայում եւս պատրաստակամություն ենք հայտնել համագործակցելու այնպես որ թատրոնը միայն Արտաշատինը չէ, Արարատի մարզինը չէ, այո իհարկե հյուրախաղով արդեն հրավեր ունենք Հրազդանում մասնակցելու այս տարի ներկայացումով հյուրախաղի մեկնելու Թալինում ենք եղել հյուրախաղով այս տարի գուցե չհիշեմ թե որտեղ են եղել, բայց ամեն դեպքում աշխարհագրությունը շատ մեծ է եւ փորձում ենք բոլոր մարզերում էլ ներկայանալ եւ այո
Եվ ձեզ կիմանան եւ առհասարակ թատրոնի մասին կտեղեկանան, մաս կկազմեն այդ թատերական աշխարհի։ Մենք ինքներս էլ ենք ընդունում մեր գործընկեր թատրոններին ոչ միայն փառատոնի շրջանակում, այս տարի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է մեր հյուրը եղել երկու հրաշալի ներկայացմամբ, համազգային թատրոնն է մեզ հյուրը եկել եւ շարունակվում է այսպես։ Եվ փառատոնի ընթացքում շատ այլ թատրոններ, համագործակցությունը ինչն է կարևոր փառատոնի շրջանակում հենց երեք թատրոնի տնօրենը մի բեմադրիչի առաջարկություն արեց, որ իրենց թատրոնում բեմադրություն անեն։ Այո, սա երկխոսություն է, փորձի փոխանակում է նաև եւ իր կարևորությունը փառատոնը բոլոր ժամանակներում ունի։ Միանշանակ նման փառատոնները շատ կարևոր մարդկային կապիտալ են դառնում եւ այդ ծանոթություններն ու նեթվորքինգը ոնց հիմա ենք ասում այս օրերի համար շատ կարևոր է այդ կապերը եւ դերասանների համար եւ ռեժիսորների համար, պրոդյուսերների համար հետագայում այսպես դռներ է բացում շատ հաճախ։ Եվ քանի որ խոսեցիք նաեւ ժանրային բազմազանության մասին փառատոնի ընթացքում ստացվում է մեծից փոքր կարող են գալ դիտել թատերական տարբեր ներկայացումներ, ինչպիսի ժանրային այսպես լայնածավալ բազմազանություն կա եւ ինչպիսի ներկայացումներ կան ընդգրկված։ Առաջին տարին է, որ մենք Խամաճիկների թատրոնն ենք ներգրավում, մենք կարևորում ենք փոքրիկների այցելությունը թատրոն եւ մեր թատրոնում կա տեխնիկային թատրոն, գործում է 5 ներկայացումներ ունենք արդեն տեխնիկային թատրոնում եւ մեր հանդիսատեսը սպասում է նոր ներկայացումների եւ նույնիսկ բողոքել են, որ այս տարվա ծրագրում փոքրիկների համար բեմադրությունները քիչ են։ Մենք ժանրային առումով առանձնացնենք Մնջախաղի թատրոնը, որը շատ բարդ արվեստ է եւ շատ կարեւոր եւ հենց հանրահռչակում ենք այդ արվեստը նաեւ մեր փառատոնի շրջանակում, որ ճիշտ նշեցիք, մարզի, գյուղերի, քաղաքների բնակիչները եւս հնարավորություն ունենան հասանելի լինի, այո, հասանելի լինի այդ արվեստին ծանոթանալու։ Մենք կատակերգություններ նաև ունեցանք այս փառատոնի շրջանակում, դրամա ունեցանք եւ ուզում եմ նաև նշել, որ ես անպայման իհարկե կառաջարկեմ, որ եկող տարի նաև օպերային թատրոնը մեր ազգային փառատոնի շրջանակում ներկայանա, նրանք այդ փորձը ունեն մարզային շրջագայությունների եւ վստահ եմ, որ մեր գործընկերները չերմերժի եւ կմասնակցեն։ Նաև առաջարկներ ենք ստացել ոչ պետական թատրոններից։ Մենք գիտենք, որ Հայաստանում կան թատրոններ, ովքեր կարգավիճակ չունեն, բայց շատ բուռն ստեղծագործական կյանքով են ապրում եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի նրանց եւս ուրեմն ներգրավել փառատոնին։ Եվ վաղը արդեն փակումն է փառատոնի, ինձ թվում է սպասված, բայց չցանկալի ինչ որտեղ, որովհետև ես իմացա, որ նաև դուք օրերն եք երկարացրել, որովհետև ի սկզբանե 1 շաբաթ էր պլանավորվում։ Ինչպիսի փակում է սպասվում հանդիսատեսին եւ ինչ որ չափով կառանձնանա արդյոք նոյեմբերի 9-ը մնացած օրերից։ Ինձ զանգ տվեց Կարենը Խաչատրյան, իմ խորհրդական, եւ ասաց, որ մենք Սոնա Մելոյանի հետ աշխատում ենք, բայց չենք կարողանում տեղավորել ծրագիրը 7 օրերի մեջ, այնքան հայտեր ունեինք եւ որոշեցին 9 օր անել, անգամ օրեր կան 2 ներկայացումներ են փառատոնի շրջանակում։ Ինչ խոսքա ուրախալի է եւ որոշում կայացրեցինք պարոն Ղազանչյանի հետ, որ փառատոնը այս տարի լինի 9 օր եւ որ կարողանանք նաեւ Իսկ թվում է այս տարի էլ մոտ 14 օր փառատոնը կձգվի, եթե նման։ Տեսնենք ինչպես կստացվի մյուս տարի, բայց իսկապես սպասված է փառատոնը, թե նաև մեր գործընկեր թատրոններին ամեն տարի գալով մենք լսում ենք շնորհակալության խոսքեր, որ ուզում են էլի մասնակցել, էլի գալ։ Սա կարևոր է դերասանի համար հատկապես։ Ես ինքս 20 տարի դերասան եմ աշխատել, այսօր իհարկե քիչ զբաղվածություն ունեմ փոքր, բայց շատ կարևոր է հյուրախաղերով հանդես գալ այլ բեմերում, ել չասեմ, որ Արտաշատի պատմական բեմը թատրոնը իսկապես շատ լավն է, թամանյանական ձեռագրով գծված, հենց կառուցված թատրոն է եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր դերասան այդ բեմից պետք է ելույթ ունենա եւ զգա այդ խորհրդավոր, այո, իսկապես։ Շնորհակալ եմ ձեզ շատ, այն մշակութային երկխոսությունը, որին դուք եք պատրաստ, իսկապես շատ ողջունելի է եւ կարելի ասել այս դեպքում, եթե շատ զբաղված եք եւ խառն են ձեր աշխատանքային օրերը, դա եւս հաճելի է, կարծում եմ, այն հյուրախաղերն էլ, որոնք ներկայացրիք, թող հաջողությամբ ընթանան, իսկապես շատ կարեւոր է մեր հայկական մշակույթը տարածել, թե Հայաստանի ներսում եւ թե սահմաններից դուրս։ Այսպիսով հարգելի հեռուստադիտող, իմ հյուրն էր Արտաշատի Ամոթ Ղարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, խոսեցինք Արտաշատի հանրապետական թատերական փառատոնից, որի փակումը տեղի կունենա վաղը նոյեմբերի 9-ին։ Մենք կարճ դադարից հետո դարձյալ տաղավարում ենք հետաքրքիր մշակութային զրույցներով։